Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով միայն ճշգրիտ եւ հավաստի բարձաբանումներ, իհարկե ամենից ամենանեողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լեաննա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենախ խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենախ խորագրի շրջանակում հայտնվեցին Արթուր Մարատիչը, Կարեն Մանթաշյանը եւ Կարինա Արուստամյանը։ Ուշակելու են նրանք Օվենախ խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Օվենախ խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք, դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաաստղային Քավոր Սանիկներ։ Մենք լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, խնամքով պահում ենք այն բոլոր ավանդույթներն ու ծիսակատարությունները, որոնք արդեն հազարամյակից ավելի պատմություն ունեն։ Ու թերևս ամենագլխավոր ու ամենակարևոր ավանդույթներն ու ծիսակատարություններն ըստ էության մկրտությունն է, ապա նաև պսակադրությունը։ Այստեղից էլ գալիս է Քավոր Սանիկության հայկական ավանդական ինստիտուտը, որը եւ ձևավորվել է հենց պսակադրության եւ մկրտության արդյունքում։ Քավորը, կնքահայրը ըստ էության հանդիսանում է մկրտվողի կամ նորապսակների հոգևոր հայրը, որն իր վրա է վերցնում պատասխանատվությունը նորապսակների եւ իր մկրտվող սանիկների կյանքի բարոյական զարգացվածության եւ դաստիարակության, ինչպես նաեւ ընտանեկան խնդիրների լուծման վերաբերյալ։ Այլ կերպ ասած, քավորը կամ կնքահայրը հանդիսանում է ընտանիքի, սանիկի հոգևոր բարեկամը, որը հանդիսանում է նաև ավագ ընկեր եւ որին սանիկները պետք է հարգանք ու մեծարում ցուցաբերեն։ Մենք էլ պարբերաբար վերադառնում ենք այս թեմային, որովհետեւ մեր հայ հայտնիների մեջ էլ կան քավոր սանիկ փոխհարաբերություններ ու այսօրվա թեման կրկին նվիրում ենք հենց նրանց։ Ես նախ շատ հուզվեցի, ապա զգացի մեծ պատասխանատվություն, երբ իմ լավ գործընկեր ու ընկեր Վալերի Սահարյանը առաջարկեց, որպեսզի ես դառնամ իր եւ իր որդու կնքահայրը։ Սամվել Գրիգորյան։ 20 տարի առաջ էր կարծեմ, Մոսկվա քաղաքում կազմակերպվում էր Գուրգեն Դաբաղյանի մենահամերգը։ Գուրգենի մենահամերգները վարում էի ես, բոլոր երկրներում որտեղ գնում էինք։ Պարզվեց, որ Մոսկվա քաղաքում եւս շատ մեծ մենահամերգ է կազմակերպվում։ Օդանավակայանում ծանոթանում եմ կազմակերպչի հետ Վալերի Սահարյան։ Մեր համերգը իսկապես շատ գեղեցիկ անցավ։ Ու կազմակերպիչը մոտեցավ ու վաստորկի ու այդպես մտերմացանք ու սկսեցինք միասին աշխատել եւ մենք շատ սիրուն համերգներ էինք անում Քեզ Հայաստան, TV Armenia։ Հետո կամաց այդ ամեն ինչը վերածվեց դեպի Անելիք մրցանակաբաշխություն, Հայաստան մրցանակաբաշխություն, հետո որից հետո դարձավ Պաշիր, անուհետև այդ ամենը վերաբնավեց եւ դարձավ Armenia Music Award։ 2 տարի մոտավորապես այդպես համատեղ աշխատելուց հետո Վալերան առաջարկեց, որ ավելի հարազատ դառնան, ասեց ես մկրտված չեմ, իմ որդիս Տարաս մկրտված չի, մենք կցանկանանք, որպեսզի մեր կապը ավելի հարազատ դառնա եւ առաջարկեց կնքահայր լինել։ Դա ինձ համար նախ առաջին հերթին մեծ պատասխանատվություն, երկրորդը մեծ բարձանք ուրախացա, հատկապես որ ես ինքս մեր եկեղեցու մեր ավանդույթներին այդպես պաշտում եմ, միանշանակ իհարկե համաձայնություն եւ կայացավ այդ օրը։ Ես փոքրիկ երեխա եմ, բայց շատ լավ հիշում եմ, տպավորված էի մեջ, որ հորս առաջին քավորությունն էր դա փաստորեն ու մեզ համար էլ նոր կարգավիճակ էր, հա։ Հետո անցավ որոշ ժամանակ, ծնվեց երկրորդ բալիկը Եվոչկային եւս այդպես մկրտության արարողություն, միանշանակ եւս պահպանվեց այդ ավանդույթները, որպեսզի կնքահայրը նույնը լինի իր ընտանիքի հետ միասին։ Ես հոգավոր չեմ փոխի։ Հա, ապերը ճիշտ ասում։ Անցան տարիներ, երբ որ արդեն Արամի հետ սկսեցի շփվել ընկերություն անել, բնականաբար մեր սրտին, մեր ընտանիքին հարազատ մարդու որպես Վալերային հրավիրեցինք մեր տուն։ Մենք գնացինք նրա տուն, ինձ շատ կարևոր էր Արամին ծանոթացնել իր հետ, որովհետև պետք է լսեմ նաև իր կարծիքը Արամի վերաբերյալ։ Իրար հավանեցին, սկսեցին իրենք նույնպես ընկերություն անել, ինչի համար ես շատ ուրախացա։ Ամուսնությունից առաջ Արամը ասեց, քանի որ փեսան է ընտրում ով պետք է լինի ու բնականաբար փեսայի կողմից մարդ պետք է լինի, ես սպասում էի, թե ում անունը նա պետք է տա։ Ու շատ անսպասելի կերպով ասաց Նարե, ես մի հատ բան եմ ուզում ասեմ, ես ուզում եմ, որ Վալերը լինի մեր քավորը հարսանիքի։ Առաջնահերթ զարմացա, երկրորդ էտապը ուրախությունս էր։ Իրենք մեզ համար շատ մեծ օրինակ են գեղեցիկ ընտանիքի։ Ու Արամը հենց այդ օրինակը տեսնելով ցանկացավ, որպեսզի Վալերան լինի մեր հարսանիքի կնքահայրը։ Ու այդպես էլ արեցինք։ Վալերան դարձավ իմ
դստեր Հարսանյան ցանդեսի քավորը, ու խաչի եղբայր։ Ես հիշում եմ այն օրը, երբ որ մենք նրան առաջարկեցինք այդ պաշտոնը զբաղեցնելու համար, նա շատ ուրախացավ միանշանակ։ Իդեպ մի հատ հետաքրքիր բան ասեմ, որ Վալերայի առաջին քավորությունն էր մեր հարսանիքին։ Ասում էր դա իմ համար մեծ պատասխանատվություն է, որովհետև ես ոչ մի կարգ չգիտեմ, ես պետք է այդ ամեն ինչ սովորեմ։ Անուհետև բնականաբար Նարեկիս հերթը եկավ, որ ցույց Նարեկիս հարսանիքը ես դարձանք խաչ քավոր, այդպես են ասում։ Ամենասիրուն ընտանեկան ավանդույթներից է, երբ ունենում ես քո ընտանիքի կրկահայրը, քավորը, խաչեղբայրը, իսկ մեզ մոտ այդ ավանդույթները բոլորը պահպանված են մինչ օրս, նույնիսկ իմ որդու զավակները կամ աղջկա զավակները մկրտելուց մենք պիտի անպայման նորից հաշվի առնենք մեր ընտանիքի ու կարևոր մարդու Սարյանների ընտանիքի բնականաբար քավորությունը մեր ընտանիքում։ Աստծո խոսքը մարդուն փոխանցվում է քավորի միջոցով։ Ու դա իրականությունն է։ Գիտեմ, սրբություն է, իհարկե սրբություն է։ Առիթներին այդպես մարտի 8, ապրիլի 7, նոր տարի ու մնացած էլի կարևոր տոների ժամանակ միանշանակ մենք բոլորս մի սեղանի շուրջ մեկս մյուսին շնորհավորում ենք ու լավ երեկոներ, լավ ժամանակներ ենք անցկացնում։ Շատ մեծ է ցանկությունս բալիկիս կնքելու, բայց քանի որ այնպես է դասավորվել, որ մենք միշտ ուզում ենք այդ արարողությունը անել Հայաստանում, մեր բոլոր հարազատների ներկայությունը որպեսզի լինի ու շատ ցանկանում ենք էլի բալիկ ունենալ, մենք որոշեցինք, որ Աստծով, երբ որ լինի էլի երկրորդ բալիկ, մենք միասին կքննենք այդ մեր երկու բալիկներին։ Հիմա ավելի հետաքրքիր բան, սեպտեմբեր 5-ին Վալերայի որդին փոքրիկ Նարեկը, որ 3 տարեկան էր ընդամենը ես կնքահայրն էի, սեպտեմբերի 5-ին Հարսանյան ցանդեսն Նարեկի եւ Երևանում կնշենք շատ մեծ հարսանիք եւ եւս էլի ես քավոր, այսինքն բոլոր մեր գեղեցիկ ավանդույթները շարունակվում են։ Կանչեք շուտ, կանչեք հավոր ջանարի, առանց քեզ մեկը ոչ ոք չի բարի, մի հատ շուտ կանչեք հավոր ջանարի, առանց քեզ կեֆը ուրախ չի լինի։ Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային քավոր սանիկներին, ուզեմ անդրադառնալ Սեր Էլթոն Ջոնին։ Եվ սկսեմ թերևս Սեր Էլթոն Ջոն եւ Բեքհեմ ընտանիքների քավոր սանիկ փոխհարաբերությունից ու թերևս այն փաստից, որ շուրջ 20 տարի է Էլթոն Ջոնը եւ Դեվիդ Բեքհեմ աստղային զույգը ընկերություն են անում եւ հաճախ ամառային հանգիստը անցկացնում միասին Ֆրանսիայի հարավում։ Եվ պատահական չէ, որ Դեվիդ Բեքհեմի եւ Վիկտորիա Բեքհեմների երկու որդիների քավորը դարձավ հենց Սեր Էլթոն Ջոնը։ Հետաքրքրական փաստերից է նաև, որ դեռ 1975 թվականին Էլթոն Ջոնը դարձավ նաև Շոն Լենոնի կնքահայրը։ Ինչպես հայտնի է, Էլթոն Ջոնը հանդիսանում էր Ջոն Լենոնի լավագույն ընկերներից մեկը եւ երբ հարց առաջացավ Լենոնի եւ Յոկո Օնոյի միակ որդու մկրտության վերաբերյալ, Էլթոն Ջոնը գերագույն հաճույքով ստանձնեց քավորի պատասխանատվությունը եւ պարտականությունը։ Իսկ հենց ինքը Էլթոն Ջոնը որոշեց, որ իր երկու որդիների համար իդեալական կնքամայր կլինի Լեդի Գագան։ Դեպ Լեդի Գագան իդեալապես կատարում է իր պարտականությունները եւ հաճախ որդիներին Էլթոն Ջոնի բերում է տարբեր հետաքրքիր նվերներ, իսկ երբ նրանք շատ փոքր էին, շատ հաճախ գալիս էր եւ երգում էր նրանց համար օրորոցային երգեր։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես լավ իմաստով հուզվեցի, երբ զավակներս ասացին, որ ցանկանում են, որ իրենց կնքահայրը դառնա իմ վաղեմի ընկեր, հայտնի սիրված դերասան Լեռնիկ Հարությունյանը, Աղասի Հունանյան։ Մենք աղասի հետ ընկերներ ենք։ Մենք իրանց տուն ենք գնում, իրենք մեր տուն են գալիս, ընտանիքով շփվում ենք ու այնքան ջերմ ու բարի մաքուր էր այդ հարաբերությունները։ Երեխեք երկել, փաթաթվել, պաչել, տենց ջերմ զրույցներ, տղայիս հետ նույնիսկ կանգնում ծխում էին, Լեռնո ջան էր ասում, այդ ժամանակ նեղում էի, ասում էի գոնե մի քիչ ուրիշ ձևի ասա, նախքան քավոր ելները։ Ասում էր, պապ, մեր աղբերն է, մեր տան տղեն, ասենք ոնց ասեմ, այնց ջերմորեն խոսում էին։ Ու հետո մոտավորապես 3 տարի առաջ իմ 50-ամյակն էր լրանալու։ Երեխեք ասին, պապ, ուզում ենք նշենք, ասի չեմ ուզում, սահմանները խառը, ասին ուզում ենք նայեք կնքվենք։ Ասի շատ լավ բան եք ասում, երեխեք ջան, շատ ողջունելի, բայց ասի դե մի հարց կա, քավոր ունեք։ Ասին հա, ասի ոնց ով է։ Բա Լեռնոն, ասի բայց այդ մարդը խավար է։
ասեց իրան խաբարելն էլ պետք չէ, քանա որ ասենք որ մենք ուզում ենք մեր խավորը լինի, ինքը պատրաստ է ամեն ձևի։ Ասի ամեն դեպքում երեխեք ջան պետք է գնանք մի հատ այդ հարցով դիմենք իմ ընկերոջը։ Մի օր զանգեց ասեց տանն ես, ասի իհարկե տանեմ, ասեց ուզում ենք գանք ձեզ հյուր, դե ես էլ ասեցի հյուրեր ունեմ այսօր, հաճելի կլինի որ դուք էլ լինեք։ Կերանք խմեցինք, Առանց գնաց ասելու, մի հատ խմեցին, ասի օհո, լեռնս նորից լցրեց, երկրորդ էլ, արին ու խմեցին, ասի, այս երրորդն էլ որ խմեցին, մենք այսօր չենք կարենալու այդ թեմայով խոսանք։ Ասի տղեր խլի մի րոպե, սեղանի վրա երկու հատ հանդիսավար համատակ է, դուք առանց կենաց ասել, անգամից խմում եք, ասի, բերեք մի հատ նորմալ կենաց ասենք, ճիշտ ես ասում, մի հատ լավ բան ասա խմենք։ Ես էլ հելա ու սենց հերվից եկա պատմություն պատմելով։ Մեր դերասաններից չեմ ուզում անունը տամ, հարսանիքն է լինում։ Մի հատ էլի շատ անունով տաղանդավոր դերասանի իրար հետ թատրոնում խաղացել են, հրավիրում է հարսանիքին, ասում եմ մի պահ կարող եմ գալ ու հետո շատ կարևոր գործեր չեմ կարող գալ։ Ասում է լավ, գոնե այդ մի պահին արի, ասում եմ, այն որ ժողովուրդը հավաքված են շենքի հայաթում սպասում են, այդ որ բալային խումբ բան է, ժամանակ մեր շենքի ժողովուրդը տեսնեն որ մենք իրար հետ նետել ենք, մնացածը հարց չկա։ Դեռ չէ համազելով գալիս է այս մարդը ու հենց որ մեքենայից իջնում արդեն բալային խումբը դախոլ զորնան պատրաստ, ասում եկեք ծափարենք դիմավորենք խավորից, խավորին ասում այ ցավը տանեմ, ես 1000 գործ ունեմ, համապատրաստի առանց նվերի առանց բանի, դու ինձ ուր ես սենց բանանում, ասում է խավորից հայտարարականից ցավը տանեմ, տենց այդ մեր խավորը մնում է։ Այս դեպքը որ պատմեցի, համ լեռնիկ ենք տնով, համ էլ իրենց հյուրերը սկսեցին խնդալ, ասի ինչ ես խնդում ընկեր ջան, ասի եսի դեմից ասում է որ այս ինչ որ երեխեքին կյանքում են, խավորը դու ես Կլինես խավոր, զանգի գնացինք հուզվեցի, փշաքաղվեցի, չէի սպասում, անակնկալ էր ինձ համար։ Ասի հիմա էսի ուրախության արցունքները թե համաձայն չես, ասե չէի պատկերացնում որ ասենք ես կլինեմ ձեր օջախի սրբությունը, ասի տենց էլ կա։ Բնականաբար ասացի այո, ու երբ որ հարցրի ասի աղաս, բա ոնց որոշումը կայացրիք, ասեց ես երեխեքիս հարցրի, երեխեք ով կուզեք ձեր խավորը դառնա, երեխեքը միանշանակ ասեցին Լեռնում։ Ու տենց փաթաթվեցինք իրար, պաչեցինք, օրը նշած էր, արդեն այդ կանունքն էլ արինք, Սամոսավանքում եղավ Սուրբ Մկրտությունը, երբ որ Տեր հայրը այդ իր արարողությունն էր անում, ես կողքից նայում էի երեխեքիս, նայում էի խավորական ընտանիքին ու այնքան մեծ երջանկություն էի զգում ու այդ պահին ոնց որ իմ հոգին էլ թեթևացավ այդ Աստծո տանը, որ իմ երեխեքը մկրտվեցին, ունեցան իրենց սրտով ուզած խավոր եւ դարձան իսկական հայ քրիստոնյա։ Երանելի են այն հավատացյալները, ովքեր հավատում են առանց տեսնելու։ Կայացավ իմ քաղաքավորությունը, բայց ասեմ, մենք այնքան մտերիմ ենք մեկս մեկի նկատմամբ կամեցող ու հարազատ, որ սրանից հետո բան չփոխվեց, նույն ջերմությունը շարունակվեց, նույն շփումը շարունակվեց, ուղղակի արանքում նաև ավելացավ այդ խավոր-սանիկ հարաբերությունն։ Կապ չունի շուտ ենք տեսնում թե ուշ, բայց ամենակարևորը պարզ ու մաքուր իրար նկատմամբ սիրով ու հարգանքով ենք եւ պահում ենք բոլոր այն նորմերը, ինչը որ պետք է խավոր-սանիկ հարաբերությունների համար։ Ես իրանց ընտանիքով այնքան եմ միշտ ուրախացել, որ կարծում եմ այդ նույն ձևը շարունակվում է հիմա։ Ուղղակի կոչվում եմ խավոր։ Թող ամեն մեկն էլ իմ խավորական ընտանիքի նման խավոր ունենա ու հպարտանա եւ ուրախանա։ Անկեղծ եմ ասում, շնորհակալ եմ ասում այդ ամեն ինչի համար։ Առաջ ես նշեցի, որ Վիկտորիայի եւ Դեվիդ Բեքհեմների երկու որդիների կնքահայրը Էլթոն Ջոնն է։ Սակայն երբ լույս աշխարհ եկավ նրանց միակ ու անկրկնելի աղջիկը Հարփերը, նրանք որոշեցին, որ աղջնակի կնքամայրը պետք է լինի թոփ մոդել Եվա Լոնգոլյան։ Բանն այն է, որ Եվայի եւ Վիկտորիայի ծանոթությունը սկսվեց իրենց ամուսիններից, քանի որ Դեվիդ Բեքհեմը եւ բասկետբոլիստ այդ ժամանակվա Եվա Լոնգոլիայի ամուսինը բասկետբոլիստ Թոնի Փարքերը լավ մտերիմ ընկերներ են եւ բնականաբար Եվան ու Վիկտորիան եւս ընկերացան ու մտերմացան։ Ասեմ ավելին, որ երբ Եվան ամուսնալուծվեց, իրենց ընկերությունը ավելի ամրապնդվեց ու երբ 2011 թվականին լույս աշխարհ եկավ Հարփեր Բեքհեմը, Վիկտորիայի եւ Դեվիդի միակ ու անկրկնելի գեղեցկուհի դուստերը, նրանք առանց երկմտելու առաջարկեցին Եվա Լոնգոլիային, որպեսզի հենց ինքը դառնա աղջնակի կնքամայրը։ 2012 թվականին Եվա Լոնգոլյան պաշտոնապես հայտնեց հարցազրույցներից մեկի ժամանակ, որ ինքը շատ զգացված է, որ փոքրիկ Հարփեր Բեքհեմի կնքամայրը հենց ինքն է ու ինքը անում է ամեն ինչ, որպեսզի աղջնակը իր սանիկը զգա իրեն երջանիկ, միշտ գեղեցիկ հագուստներ են նրան նվիրում եւ այլն եւ այլն։ Իդեպ կնքահոր կարգավիճակում էլ հայտնվեց երգիչ Մարկ Էնթոնին։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։
2007 թվականն էր, երբ առաջին անգամ ստացա առաջարկ լինել կնքահայր։ Առաջարկողն իմ բանակային ընկերն էր։ Բնականաբար համաձայնվեցի, բայց միևնույն ժամանակ հասկացա, որ դա եւս մի քայլ էր դեպի հասունություն։ Սամվել Դանելյան։ Այդ առաջարկը, երբ որ ես ստացա, անկեղծ կլինեմ, սա ինձ համար եւս մի քայլ հասունանալու առաջարկ էր, ու ես ինքս ինձ վրա զգացի, թե այդ պահից սկսած, որքան այն պատկերացումը, ինչ որ ես ունեի Քավորի հետ կապված, սկսեց ձևավորվել իմ շուրջ։ Իհարկե մենք ես եւ Սիրանուշը չսահմանափակվեցինք այդ մի առաջարկով, նույն տարվա մեջ ստացանք երկրորդ առաջարկը մեր ընկերներից, մեր կուրսի Կարապետյան գոհարի երեխաներ, ով որ էլի իմ Սանիկը դարձավ, դրանից հետո մի տեսակ դարձավ ավանդույթ անընդհատ Քավոր առաջարկը ստանալու։ Ես ճիշտ ասած լսել էի, որ 7 հոգու Քավոր կարող ես լինել եւ 7-ից ավել կար առաջարկ, դիմեցի եկեղեցուն, ասացին, որ ոչ, կարող ես լինել որքան ուզում ես Քավոր եւ միայն պետք է ուրախանաս այդ փաստից։ Եվ այսպես շարունակելով մեր Քավոր Սանիկ շղթան, ստացանք հաջորդ առաջարկը եւ վստահ եմ, որ չենք սահմանափակվելու այս թվով, առաջիկայում չեմ ուզում ճակերտները բացել, էլի մի հրաշալի էակ է գալու լույս աշխարհ, որի Քավորության առաջարկը նորից ստացել ենք արդեն։ Ջանջիգարով ընտանիք է մեր Քավորը, երջանիկ է, ու նրա սրտով է օրը ամեն ինչը լուսավոր է։ Սամվելն անկեղծ խոստովանում է, որ ներկա պահին ունի 12 Սանիկ։ Այդ փաստն ինչ խոսք շատ պարտավորեցնող է, բայց միևնույն ժամանակ հպարտանալու առիթ է ստեղծում։ Երբ որ կա որևէ միջոցառում իմ անձնական, ընտանեկան կամ երբ որ հավաքվում են միտեղ իմ բոլոր սանիկները, ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Ոնց են, որ երեխաներդ քեզ այցի են գալիս, ինչ որ մի ժամանակ, երբ որ ամուսնանում են գնում են, հետո գալիս են այցի, դու ոնց կուրախանաս։ Այդպես ուրախանում եմ ես իրենց գալուց, որովհետև լիովին գիտակցում եմ իմ պարտականությունները, այն հոգևոր կապը ու այն արժեքները, որով որ Քավորը պետքա ուղեկցի իր սանիկներին, եւ այս ամեն ինչը գիտակցելով նեղվում եմ յուրաքանչյուր խնդրից, եթե տեղի է ունենում մեր հարաբերությունների մեջ։ Գալիս է մի պահ, որ դու հասկանում ես, օքեյ, լավ, հասկացանք, Քավոր Սանիկ, ծնունդ, կնունկ, չգիտեմ, հարսանիկ եւ այլն, իսկ առօրյայում արդյոք կարողացար անել ինչ-որ մի բան։ Խոսքը չի գնում ոչ ֆինանսի մասին, ոչ ֆիզիկական ներկայության, այլ նաեւ նրա մասին, որ արդյոք դու ապրում ես այդ մարդու հոգսով, չէ՞ որ դու համարվում ես երեխայի հոգևոր ծնողը, այսինքն եթե ծնողը չգիտի իր երեխայի որպիսությունից, սա խոսում է նրա մասին, որ չկա ծնող-երեխա հարաբերություններ։ Ես կարծում եմ, որ նաև Քավոր Սանիկ հարաբերություններն են ըստ եկեղեցու նաև այն որակի ու այն աստիճանի վրա, որ դու պետք է իմանաս գոնե վերջին հաշվով ինչով է զբաղված քո Սանիկը, ինչ խնդիր ունի կամ ինչ առավելություն ունի կամ ինչ երջանկություն ունի։ Սամվել Դանելյանն առանձնակի նշեց իր սանիկներից մեկին, որի հետ ինքը ստեղծեց Շունչ թատրոնը։ Խոսքը Սեյրան Մովսիսյանի մասին է։ Սկզբում ուսանող դասախոս հարաբերություն, հետո ընկերներ հարաբերություն, հետո արդեն առաջարկ Քավորության, կնքված չէր եւ ասաց, որ ուզում եմ, որ դու լինես իմ կնքահայրը, որից հետո հարսանիքի Քավորը եղա իրենց նաեւ, որից հետո եղա արդեն իրենց առաջնեկի Քավորը, այսինքն մեր Քավոր Սանիկությունը մի քանի լեվելներով ձևավորվեցին, դարձանք ընտանիքի Քավոր։ Սեյրան Մովսիսյանի հետ մենք գրեթե ամեն օր շփվում ենք, նախ որ ապրում ենք նույն տարածքում, երկրորդ նույն գործունեության մեջ ենք, հետո մեր ընտանիքներով ամեն օր մեկս մյուսից տեղյակ ենք, բայց մյուսներից էլ շատ տեղեկություն ունենք, օրինակ իմ Սանիկը հիմա ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, իմ մյուս Սանիկը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է ապրում, այն մյուս Սանիկիս հաջողություններին հետևում եմ ինտերնետով, ֆուտբոլային մեծ հաջողություններ է գրանցում։ Գրեթե չկա մարդ, ում հետ անմիջական կապի մեջ չեմ։ Հիշում եմ, ես սիրում եմ բոլոր Սանիկներին եւ յուրաքանչյուրին ուզում եմ ասել, որ այն խոստումը, այն հոգևոր կապը, ինչի համար որ ստեղծվել է մեր մեջ, ես մինչև կյանքիս վերջ վստահ եմ նաև Սիրանուշը կրելու է իր մեջ եւ յուրաքանչյուր պահի ուրախ եմ լինելու տեսնել իրանցից յուրաքանչյուրին ու շատ սիրում եմ բոլորին։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային Քավոր Սանիկների թեման եւ կսեմ իշատակել կուլտային ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին եւ իր երկու վառ աստղային Սանիկներին։ Եվ սկսեմ թերևս Դրյու Բերիմորից։
Սթիվեն Սպիլբերգը դարձավ Դրյու Բերիմորի կնքահայրը 1982 թվականին այլ մոլորակային կուլտային ֆիլմի նկարահանումներից հետո, երբ Դրյուն 7 տարեկան էր։ Այդ պարից ի վեր Սթիվեն Սպիլբերգը դարձավ Դրյուի համար հոգևոր հայր, որը շատ խիստ եւ աչալուրջ հետևում էր Դրյու Բերիմորի հոգևոր եւ բարոյական կյանքին։ Եվ երբ 1995 թվականին 20-ամյա Դրյուն նկարահանվեց Playboy-ի համար, Սթիվեն Սպիլբերգը Դրյուի ծննդյան առիթով ուղարկեց նրան նվեր վերմակ կից բացիկով, որի վրա գրված էր ծածկվիր եւ համակարգչի միջոցով շտկված լուսանկար Playboy-ի լուսանկարը, որտեղ Դրյուն արդեն հագուստով է։ Դրյուն միշտ ասում է, որ առ այսօր Սթիվեն Սպիլբերգը հանդիսանում է իր ամենագլխավոր պաշտպանը։ Սպիլբերգի հաջորդ աստղային սանիկը հոլիվուդյան աստղ Գվինեթ Փելտրոն է։ Բանն այն է, որ Սպիլբերգը եւ Գվինեթ Փելտրոյի ծնողները ռեժիսոր Բրյուս Փելտրոն եւ դերասանուհի Բլեյդ Դենելը վաղեմի ընկերներ էին եւ աղջնակը դեռ վաղ մանկության տարիներից հաճախ լինում էր իր աստղային կուլտային ռեժիսոր Քավորի ֆիլմերի նկարահանման հրապարակում։ Այնպես որ 1991 թվականին Սթիվեն Սպիլբերգը վստահեց Գվինեթ Փելտրոյին պատանի Վենդի դերը Գրու կապիտան ֆիլմում։ Դες կես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ամենից ամենայի հարազատ բարեկամներից մեկը Արման Ջուլակյանը այս թեմայի շրջանակում մեզ մոտ հյուրընկալվել էր տարիներ առաջ, սակայն ինքը ֆենոմենալ անձնավորություն է, քանի որ իր սանիկների թիվը մշտապես աճում է եւ առիթ ստեղծում խոսել այդ մասին նորից ու նորից։ Այդ քավոր ասվածի առաքինությունը իմ համար դա ավելի շատ մեծ պատասխանատվություն է, քան թե ինչ-որ մի հատ ստատուս։ Եվ դա կարծում եմ մարդկային հարաբերությունների մեջ ամենակարևոր հարաբերություններն են։ Ես չեմ ընկալում այն հարաբերությունը, որ քավոր անպայման պետք է լինի պաշտոնյա ինչ-որ մեկը, ինչ-որ տենց կայացած մարդ, իրան ընտրենք մեզ քավոր, որ դա իմ կարծիքով քավոր պղծություն է ավելի շատ, քան թե այն ճիշտ հարաբերություններն է, ինչը որ պետքա լինի, որովհետև եթե դու գիտակցում ես, որ այդ մարդը պետքա լինի քո հոգևոր դաստիարակը, ուրեմն ինչ նյութականի մասին կարա այդտեղ խոսք գնա։ Խմենք մեր նորապսակների կենացը։ Ապրես։ Ապրեք միասին։ Արմենակ ջան, մեր երեխեքի կենացը։ Փառք Աստծո, ես իմ երեխաների քավոր ընտրել եմ նենց անձնավորությանը, որ այ ինձանից շատ նաև իրան կվստահեի իմ տղերքի այդ դաստիարակության հարցը։ Կարծում եմ բոլոր իմ սանիկներն էլ ունեն բախտավորություն, ինձ իրանց հոգևոր հայր, հա, մեր լեզվով ասած քավոր ընտրություն անելու մեջ։ Արմանն անկեղծ խոստովանում է, որ իր բոլոր սանիկները միմյանց ճանաչում են եւ անգամ ընկերություն անում, ինչը բնականաբար Արմանին անչափ ուրախացնում է։ Իմ մոտ մի հատ սկզբունք կա, բացի այն հետևողականությունը հարաբերությունների մշտապես պահելու, նաև ես փորձում եմ բոլոր իմ սանիկներին միմյանց հետ ծանոթացրած լինեմ, այսինքն նրանք բոլորը ճանաչում են իրար։ Ինձանից դուրս ունեն իրանք իրար հետ առանձին իրանց շփումները։ Եթե կան ինչ-որ սանիկներ էլ, որ չունեն իրար մեջ այդ առանձին շփումները, որ էլի նորմալ երևույթ է, բայց պարտադիր իրանք իրար ճանաչում են եւ մեծ առիթներին բոլորը միասին են, մոտեցումը բոլորին նույնն է, սերը բոլորին նույնն է, հարգանքը բոլորին նույնն է։ Այո ջախում կարևորը լավից լավ լինի քավորը, շուտ կանչե քավոր ջանարի, առանց քեզ մեկը ոչ ոք չի բարի։ Ստացվեց այնպես, որ Արման Ջուլակյանին ու իր ընկերոջը մեկ առիթով վստահվեց հայ առաքելական եկեղեցիներից մեկի քավորությունը։ Իմ երեխաների քավորը երկուսս միասին եղել ենք մեր 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու քավորները։ Պատմեմ ոնց եղավ, որ այդ ամեն ինչը եղավ։ Ես եւ ընկերս Էդմոնդը որոշել էինք մեր եկեղեցուն որևիցե մի բարերարություն անենք խաչքարի տեսքով։ Գյուղայի խաչքարերից մեկը վերականգնենք եւ նվիրաբերենք մեր եկեղեցուն 5-րդ մասերի, քանի որ այդ եկեղեցու կատլավանը փորելու, օծելու օրվանից մենք ներկա ենք այդ ամեն ինչին մինչև օրերս։ Եվ որոշել ենք մեր եկեղեցու համար ինչ-որ բան անենք։ Այդ երկար քննարկումներից, խմորումներից հետո որոշվեց կառուցվել Սուրբ Գրիգոր Նարեկացու բաց խորանը։ Մենք կառուցեցինք բաց խորանը
եկեղեցու բակում, հիմա ինքը գործող է, բոլոր մարդիկ, ովքեր որ բժշկվելու աղոթքներ են ուզում ասեն կամ առանձնանան իրանց աղոթքները անելու, իրանք ունեն այդ հնարավորությունը։ Այդ ամեն ինչը անելուց հետո Տերնորայրը որոշեց, որ այդ տարվա քավորները պետք է լինենք ես եւ Էդմոնդը։ Ու մենք եղանք այդ եկեղեցու քավորները։ Բայց դա պայմանավորված է նաեւ նրանով, որ դու մշտապես պետք է եկեղեցուն տեր կանգնես։ Օրինակ ինձ շատ հարցերում դիմել են, որ այ ունենք այսինչ տաղավար տոնը կամ այսինչ միջոցառումը, որ ուզում ենք այս միջոցառումը կազմակերպվի եւ ստեղ որոշակի համերգային ծրագիր լինի, ինչ որ բան լինի։ Ինչ հարցերով որ դու կարողանում ես օգտակար լինել, պետք է լինես, բացի այն, որ դու ունես այդ պատասխանատվությունը քո վրա, կարծում եմ յուրաքանչյուր քրիստոնյա հայ պետք է ունենա այդ պատասխանատվությունը իր վրա։ Արեգին II ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում կատարվեց Գրիգոր Նարեկացու բաց խորանի օծման արարողությունը։ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ։ Երախտիքի խոսք ուղղելով բարերարներին Սրբազան հայրը հարկ համարեց մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել ցուցաբերած օժանդակության եւ սատարման համար։ Այդ ամենին Արման Ջուլակյանը հավելեց. Սանիկներիս տարիքային տարբերությունները շատ է, կան 3-4 տարեկան, 5 տարեկան եւ կա 50-ից արդեն շատ հասուն մարդիկ։ Դու պետքա կարողանաս այնքան ճկուն լինել, որ կարողանաս բոլորի հետ հարաբերվել եւ ունենալ ամեն մեկի հետ յուրովի քո հարաբերությունը։ Շատ դեպքեր եմ ունեցել ինքս, որ կոնկրետ իմ սանիկների համար ես եմ որոշել ոնց պետքա լինի եւ ծնողը չի միջամտել։ Ես ասելով մենք ընտանիքով, որովհետեւ գիտեն, որ այն ինչը որ մենք կկամենանք մեր սեփական զավակներին, նույնը կամենում ենք մեր սանիկներին։ Տարերից եկած է մեկը, քավորի ասած նորենքա, Աստված օրհնի քեզ ասաման, դու էլ բոլորիս պահապան։ Ուզում եմ բոլոր իմ սանիկներին ասել, որ ես շատ սիրում եմ ինձ, եթե ինչ-որ տեղեր ունեմ թերություններ, թերանում եմ ինչ-որ հարցերում, խնդրում եմ թող իրանք ներողամիտ լինեն եւ ավելի մոտ գան ինձ։ Այդ ջերմությունը, այդ հարաբերությունները մշտապես ինձ համար շատ կարևոր երևույթներ են, ինչը որ դուք էլ շատ լավ գիտեք։ Սիրում եմ բոլորիդ։ Եվս մեկ քավոր սանիկ փոխհարաբերության մասին մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը եւ ես առանց չհրաշայելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը մեր այսօրվա հերոսին։ Ինձ եւ իմ սանիկին կապում է ոչ միայն գործընկերությունը, այլ նաեւ բարեկամությունը։ Այլ կերպ ասած, ես եւ DJ Google ավելի քան հարազատներ ենք։ Սևակ Հարությունյան։ Պատմությունը իրականում շատ հետաքրքիր ու շատ խորն է, որովհետև ես եւ Google ծանոթացել ենք աշխատանքի բերումով, ես Թամադա, ինքը DJ։ Ինքը այն Թամադաներից էր, որ առաջի անգամ գործի ժամանակ ես տեսա, որ ինձ չի վրազեցնում, որ դուրս գանք ու սկսենք կենացներ ասել, ու տեղից ասեցի լավ այս Թամադեն իմ լավ գործընկերն է դառնալու, քանի որ ինքը իմ հետ հասկանում է ժողովուրդը ցանկություն ունեն արելու, թե դեռ ժամանակը չի, ու այդպես սկսեց մեր շփումը, ես արդեն սկսեցի իրեն զանգել գործեր ասել։ Հոգեպես ենք հարազատացել այն տիպի, որ եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ անպայման զանգահարում էինք իրար, խոսում էինք իրար հետ, իմանում էինք մեկս մյուսի որպիսությունը։ Հետո ինչ կատարվեց, ես ամուսնացա Գուրգենի քրոջ հետ։ Ես ու Սյուզին ամուսնացանք ավտոմատ կերպով, Գուգը, ով իմ ընկերն էր, դարձավ իմ աներորդին։ Ու օրերից մի օր, երբ որ Գուգը պետք է ամուսնանար, Գուգը որոշեց, որ ես պետք է դառնամ իր կնքահայրը։ Որոշեցի, որ ամենամտերիմ ընկերներից հիմա ինքն է ու կարելի է իր հետ ընկերությունը արդեն փոխարինել քավոր սանիկական հարաբերությունների։ Ասացի որոշել եմ, որ իմ քավորը դու պիտի լինես ու այդ ժամանակ իր աշկերի փայլը երկինք էր բարձրացել։ Մի հատ շուտ կանչե քավոր ջանարի, առանց քեզ կեֆը ուրախ չի լինի։ Իմ մկրտությունը եղավ, հետո մեկ ամսվա ընթացքում արդեն հարսանիքը, արդեն դարձավ ինքը իմ նաև հարսանեկան քավորը։ Այսինքն մեր մոտ արդեն ընկերությունը վերածվեց սուրբ կապի քավոր սանիկական հարաբերությունների։ Յացրածը մարդիկ թող չբաժանեն։ Ահա թե ինչու Արաքյանն ասում է բոլոր դեր ամուսնությունը պատվեցեք եւ ամուսնական անկողինը սուրբ պահեցեք։ Մենք էլի նույն ձևի ընկերական այն ժամանակ
ինչպես որ զրուցում էինք, խորհուրդներ տալիս էինք իրար։ Մի քիչ շփումը ավելի խորացավ, բայց որ ասեմ, տենց առանձնահատուկ շատ փոխվել չէ։ Ամեն դեպքում կարծում եմ, երբ որ ընկերությունից վերածվում է Քավոր Սանիկական հարաբերությունների, գլոբալ առումով ինչ որ բան չի փոխվում։ Մի փոքր ավելանում է պարտականությունները, պարտավորվածությունները, ավելի պատասխանատու ես դառնում տվյալ մարդու եւ տվյալ մարդուն շրջապատող մարդկանց հանդեպ։ Ինում է մեկ-մեկ, որ գալիս է բանը ասում, տենց ընկերական, որ տենց մի քիչ լուրջ չեմ ընդունում, ասում եմ, ես քո քավորն եմ, որ ասում եմ, լսում ենք մեկ-մեկ։ Մեր ընտանիքում չկա այդ խտրականությունը, մեկս մեկի հետ լավ ենք, մեկս մեկի հետ լավ չենք։ Երբ որ ինչ-որ բան է լինում, մենք հավաքվում ենք ընդհանուր ընտանիքով ու մի հատ ժողով է լինում։ Դա իմ երազած ընտանիքն է, երբ որ ընտանիքը հավաքվում է, ժողով քննարկում են ինչ-որ հարց ու վերջի գալիս են ընդհանուր հայտարարություն։ Կոնկրետ Գուգենց ընտանիքը ես հարգել եմ, որ կա այդպիսի գաղափարախոսություն, որովհետև հիմա շատ քիչ են այդպիսի ընտանիքները, որտեղ կհավաքվեն, կնստեն, կքննարկեն։ Ու հիմա եթե ես առաջ որպես ընկեր իրավունք չունեի այդ ժողովներին մասնակցելու, հիմա ես որպես փեսա գծի քավոր արդեն պարտավոր եմ մասնակցել այդ ժողովների։ Պարտավոր եմ ասել իմ կարծիքը։ Քոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս ամեն։ Եկել է պահ ով է նախորդ, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն են ներկայացնում իրենց ուշադրությանը։ Դեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթը, դες ամենայդ արխիվները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա ով է նախորագրի հերոսը։ Չեմ կարող ասում։ Չեմ ճանաչում։ Այս այն մարդն է, ում կինոների վրա մեծացել է մի ամբողջ սերունդ երկրագնդի վրա։ Եվ եթե ասես Սիլվեստր Ստալոնեն է, դա խնդալու չի լինի։ Սիլվեստր Ստալոնը։ Սիլվեստր Ստալոնը։ Այդ չէ՞ ուզում ձեր ծրագրում։ Այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ իմաստուններից մեկի ասած միտքն առայն, որ կնքամայրը եւ կնքահայրը ստեյության իր սանիկի համար հանդիսանում են այն մարդիկ, ում սանիկը հանգիստ կարող է վստահել այն բոլոր հարցերը, որոնցով ուղղակի չի կարող համարձակվել դիմել իր մայրիկին կամ հայրիկին։ Դες ինձ մնում է մեն ասել, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։